ինչ նպատակով են օգտագործում մանիպուլյացիոն տեխնոլոգիաները, ինչի կարելի է հասցնել մարդկանց ժողովրդին պոպուլիզմի, ագիտացիայի, PR-ի, պրոպագանդայի միջոցով, դեբիլիզմից մինչև ֆաշիզմ։ Ու սրանց մեջ այս անցումը շատ կարճ է։ Պոպուլիզմի, պրոպագանդա եւ ագիտացիայի միջոցով մարդկանց ուղիղ սկզբից լվանում են, դարձնում են ոչ ռացիոնալ մարդիկ եւ այսպիսի անձանց կարելի է օգտագործել եւ դարձնել անգամ մարդակեր, ասենք ֆաշիստ։ Այսպես են աշխատում, այս տեխնոլոգիայով է աշխատում բոլոր սեկտաները։ Եվ սա ծախսատար է, բավականին ծախս է պահանջում, ինչպես յուրաքանչյուր ռեկլամ, գովաստ։ Հիմա ուզում եմ հարցնել, միթե այս իշխանությունը, Հայաստանի իշխանությունը, որ այսքան խորացված մարդկանց ուղեղը լվանում է պոպուլիզմով, ագիտացիայով ու PR-ով, իր գրպանից է, ասենք, ծախսում այս ամենի վրա։ Իհարկե ոչ։ Դուք բոլորը մասնակիորեն ձեր ՀԴՄ-ներով, ձեր հարկերը վճարելով կամ պետական պարտքը, որ հասցրել են 15 միլիարդ, սա այս ամեն ինչից սրա վրա են օգտագործում։ Եթե իշխանությունը իրապես ունի ժողովրդի քվեն, նրան հարկ չկա նման մանիպուլյացիաներով զբաղվել։ Երբ որ ես Հայաստանում էի, յուրաքանչյուր ինձ հանդիպող մարդու, քանի որ ինձ հետաքրքիր էր, հարցնում էի, ընտրություններից առաջ եմ այդտեղ եղել, հարցնում էի, արդյոք պետք է Նիկոլ ընտրեն։ Ինձ հանդիպած 100 հոգուց կարող է 1 հոգին ասած լինի, որ այո։ Ես իմ ճանապարհին չեմ հանդիպել մարդիկ, ովքեր ասել են, որ պետք է կարող է այդ մարդիկ գաղտնի գնացել Նիկոլ են ընտրել, բայց չեն խոստովանել, միգուցե իրանք էլ են զգում, որ դա ամոթ է։ Չի կարելի նման բան անել։ Ես շատ մարդկանց եմ այդ 1 ամիս ու կես մնացել եմ Հայաստանում եւ շատ մարդիկ եմ հանդիպել, բոլորին հարցրել եմ, ոչ ոք ինձ չի ասել, որ ինքը Նիկոլ է ընտրելու կամ Նիկոլ է ընտրել։ Հիմա նայեք, ինչպես էլ որ լինի, ասենք իրանք հասկանում են, չէ, որ 2018 թվականին իրենք ունեցել են 80% քվե, ձայն են ունեցել։ Եվ այնպիսի տաղանդ ունեն, որ այդ 80%-ը հասցրել են, ասենք, եթե հավատանք իրենց օրինական թվերին 49%, բայց ես դա կարող եմ ասել, որ դա ամբողջ պետական ռեսուրսը, ամբողջ պետական ապարատը օգտագործել են բոլոր նախարարները, ըստ երևույթին իրենց պատկանելիության տակ եղող հիմնարկներին հրահանգ են տվել անպայման ընտրել քվե, եւ մարդիկ իրենց աշխատանքը չկորցնելու համար իհարկե գնացել են դրան։ Եթե անկեղծորեն այսօրվա դրությամբ լինեն ընտրություններ, այս իշխանությունը մաքսիմում 35% ձայն կհավաքի, մաքսիմում։ Եվ այս իսկ պատճառով իրենք էլ գիտեն, որ իրենք այլևս չունեն հասարակության աջակցությունը եւ իրենց ինչա պետք ուժեղացնել եւ ավելի խորացնել պրոպագանդան եւ ագիտացիան։ Ինչ են անում սրա համար։ Բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործում են։ Մեդիա դաշտ, անթիվ անհամար բլոգերներ, անթիվ անհամար ֆեյքեր։ Ինչքան չկայացած եւ ասենք այն որ ասում էին դոգը հայհոյելով է խոսում, ասենք սրանք դոգից տասնապատիկ անգամ հայհոյանքով են խոսում, մանավանդ այն ասենք որ նայում ես որ արտաքնապես կին են, բայց այնպիսի բառապաշար են օգտագործում, որ դու ամաչում ես, որ ինքը քո սերի ներկայացուցիչն է։ Սրանց բոլորին ինչքան ասենք այտենց չկայացած եւ լկտի իսաններ կան, հավաքել են, դարձրել են Նիկոլի ագիտացիան անող բլոգերներ։ Սրանց վճարում են, թե չէ։ Իհարկե այո։ Բացի սա, հերոստա ալիքները։ H1-ը, որ հանրային ալիք է, ասենք պետք է ծառա եւ ընդդիմությանը եւ իշխանությանը։ Ինչ է անում H1-ը։ H1-ը դարձել է Նիկոլ Փաշինյանի ագիտացիոն տրիբունան։ Այսինքն ոնց նայում ես Նիկոլն է։ Նիկոլը գնաց այստեղ, Նիկոլը կերավ, Նիկոլը քնեց, Նիկոլը հելավ եւ այլն։ Սրանց ինձ թվում է, որ շատ մեդիա հարթակներ ճնշման տակ են ընկել եւ ընդունել են Նիկոլի, ասենք, այդ հպատակությունը։ Շանթը, օրինակ, ռադիո Ավրորա, ասենք, հանրային ռադիոն, շաբաթ ամ, օրինակ կար մի այսպիսի լրագրող, որը այնպես էլ, ասենք, շատ այսպես լպրձուն էր, Նարեկ Կիրակոսյան, որ իբր թե այսպես այդ Factor TV-ից էր, որ իբր այսպես կտրուկ հարցեր էր տալիս Փաշինյան, հիմա նայեք յայջը առավոտից երեկո Նիկոլ ագիտացիանում։ Եվ հավատացեք, որ սրանց քիչ գումարներ չեն վճարում։ Հիմա հաջորդը ֆեյքերը, անթիվ անհամար։ Ես իմ էջի կոմենտները չեմ փակում։ Ոչ մի ընդդիմադիր իշխանության չեմ աջակցում։ Ես հենց այնպես չի, որ իմ կոմենտները չեմ փակում,
որպեսզի ես հասկանամ, ես էլ եմ մոնիտորինգ անում, ինչ է կատարվում։ Ու գալիս են fake բազան։ Եվ ասում են, որ fake բազայի շեֆը մի հատ կա է, որ ոչնչություններ Բիսեդկեքում ասենք վերընկած հիմա դարձել է ազգային ժողովի պատգամավոր Տարոն Չաթոյանը, Չալոյանը, ինչա, հա, ասենք այս Իսանը ընդհանրապես կարող է դիսերտացիա գրել, ինչպես ոչնչությունից դառնալ ազգային ժողովի պատգամավոր։ Ասենք Բիսեդկում նստել մի հատ հեռախոս ապետ, ուրիշ բան պետք չի։ Եվ լավ օճառ, յուղոտ օճառ, որ sense լավ օճառվես ու մտնես, ասենք համապատասխան վայր։ Հետո, ասենք կամած քեզ կնկատեն, որ դու այդպիսի լավ ստատուսներ ես գրում, քեզ առաջ կքաշեն, որովհետև իրենց պետք են այդպիսի ագիտատորներ։ Ու այդպես կամած կարիերնի ռոստ է, էլ ասենք, առաջ կգնաս, կդառնաս, ասենք ինչ ա արել այս Տարոն Չաթոյանը Հայաստանի համար, ինչ ներդրում ունի արած, որ դարձել է, ասենք, ազգային ժողովի պատգամավոր։ Սրանց այս խմբակցությանը, որ ասենք թույլ տաս գիրք գրեն, իրանց այդ ինչպես ես կայացա, ասենք ինչպես հելա ջրի երես, կեղտից դարձա, ասենք ինչ որ մի բան։ Առաջատարն են, կարող են դիսերտացիա գրել, իրոք։ Եվ այսպիսով, այս վերքերին եւս վճարում են։ Քիչ գումարներ չեն վճարում։ Ես ձեզ վերջում կտնեմ, ինչքան կարողանում եմ, ինչքան հասցնում եմ, ֆիքսում եմ, երբ որ էջը բացում ես, ասենք մի հատ չգիտեմ ինչին նկարա, ոչ մի բովանդակություն չունեցող էջեր են, գալիս են հարձակվում են էջիդ վրա, սկսում են քեզ վիրավորել, ասենք այլանդակ բառապաշարով, այսինքն իրանց շեֆի կուլտուրան են ցուցադրում, էլի, ումից որ վարձվել է։ Ես հատուկ չեմ փակում իմ կոմենտները, որովհետև սրանց եթե ասենք մեր էջերը փակենք, հարգելի հայրենակիցներ, սրանք սոված կմնան, դրանք այդտեղից փող են աշխատում։ Ես խղճում եմ սրանց, թող գոնե 2 կոպեկ փող աշխատեն, որ սոված չստատկեն։ Այսինքն ինչքան անճարությունից են ելե գնացի, ասենք fake են աշխատում, թող աշխատեն։ Բայց ինչ է պետք անել։ Կոնտրագիտացիա։ Այս ագիտացիայի ընդդեմ կարելի է անել միայն կոնտրագիտացիա, որը պետք է անի ընդդիմությունը, չգիտես ինչի է пассив, այս ընդդիմությունը ընդհանրապես 5 տարի այնտեղ չաշխատեցին, հիմա էլ այստեղ չեն աշխատում, եւ ես ձեզ խնդրանք ունեմ։ Երբ որ դուք տեսնում եք հայանպաստ ինֆորմացիա, կամ ինչ որ էջեր, որ հայրենիք են պաշտում, իրապես հայրենասերներ են, այդ նյութերը, այդ մարդկանց էջերը տարածեք, անխնա տարածեք, լայքեք, տարածեք, կոմենտ գրեք, որովհետեւ ալգորիթմները այդպես են աշխատում, ինտերնետը այդպես է աշխատում, եթե դուք լայքում եք, ասենք, տարածում եք, էջը ակտիվանում է, եթե չեք անգամ եթե նայում եք, բայց չեք լայքում ու չեք տարածում, նման էջերը գնում են, ասենք, մարման։ Այս իշխանությունը քանի դեռ գոյություն ունի, սրանց PR-ի, ագիտացիայի եւ իրանց ասենք գործածվող այս իրանց տեխնոլոգիաներին դեմ պետք է միայն կոնտր տեխնոլոգիա օգտագործել, այսինքն անխնա տարածել կոնտր ինֆորմացիա։ Եվ ես ձեզ խնդրում եմ չալարել։